Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 14։ Ինքներդ ձեզ քննեք, թե հավատքի մեջ եք, ինքներդ ձեզ փորձեք, կամ չգիտեք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է, միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։ 2 Կորնթացիս 13:5 խոսք։ Սրանով քննեք ինքներդ ձեզ, թե արդյոք շնորհք ունեք, թե ոչ։ Արդյոք դուք ապրում եք այնպիսի կյանքով, որը ցույց է տալիս ձեր շնորհքը։ Նրանք, ովքեր հագուստ ունեն, անպայման կհագնեն այն և մերկ չեն մնա։ Մարդիկ խոսում են իրենց հավատքի, զղջման և Աստծո հանդեպ սիրո մասին։ Սրանք շնորհքի թանկարժեք պարգևներ են, բայց ինչու նրանք թույլ չեն տալիս մեզ տեսնել դրանք առօրյա կյանքում։ Անշուշտ, եթե նման հյուրեր ներկա լինեին ձեր հոգում, նրանք երբեմն կնային պատուհանից դուրս և տեսանելի կլինեին դրսից այս պարտականության և սուրբ գործողության մեջ։ Շնորհքը կենդանի անձ է, ոչ թե մեռած բան, ինչպես պատկեր, որը կարող է փակվել սնդուկի մեջ և ոչ ոք չի իմանա, թե որ Աստծուն եք երկրպագում։ Ոչ, շնորհը ինքն իրեն կհայտնի։ Նա կուղեկցի ձեզ ամենուր և բոլոր շրջանակներում։ Նա կգնի ձեզ հետ և կվճարի ձեզ համար։ Նա կմասնակցի ձեր բոլոր ձեռնարկումներին։ Նա կմխիթարի ձեզ, երբ դուք անկեղծ և հավատարիմ լինեք Աստծուն, և կհանդիմանի ու կդատապարտի ձեզ, երբ դուք այլ կերպ վարվեք։ Փորձեք փակել նրա բերանը, և երկինքը կլսի նրա ձայնը։ Նա կհառաչի, կսգա և կպայքարի ինչպես կենդանի մարդը, որին դուք փորձում եք խեղդել։ Ես ավելի շուտ կհավատամ, որ կենդանի է այն մարդը, ով խաղաղ պառկած է իր դագաղում, մեխված ու անշարժ առանց որևէ պայքարի, քան թե կհավատամ, որ դուք շնորհք ունեք, բայց երբեք այն չեք գործադրում հոգևոր կյանքի որևէ դրսևորման մեջ։ Դուք շնորհք ունեք, և ձեր ցանկությունները, այսինքն կրքերը, ձեզ տանում են այդպես հնազանդորեն, ինչպես հիմարին են տանում պատժի սյունի մոտ։ Ինչու եք այդտեղ կապված, գամված ձեր կրքերին։ Եթե շնորհք ունեք, ուրեմն զատվեք, և մենք կհավատանք դրան, բայց եթե դուք այդքան հնազանդ ստրուկ եք, որ անշարժ նստած եք կրքի իշխանության տակ, ապա դուք խաբում եք ինքներդ ձեզ։